Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ հայտարարում է, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել երկրում եւ պետք է այն ազգայնացնել։ Մինչդեռ օրաթերթը նկատեց, որ էներգետիկ ոլորտում 8 ամիս է ղեկավար չունի Հայաստանում։ Հայաստանի տարածքային եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից ազատման դիմում գրեց եւ հեռացավ պաշտոնից։ Վարդանյանի հեռանալուց հետո նրա փոխարեն որևէ մեկը չի նշանակվել որպես փոխնախարար։ Ստացվում է Փաշինյանն ուզում է վերահսկել էներգետիկ համակարգը, մինչդեռ կառավարությունը ամիսներ շարունակ չի կարողանում կամ չի ցանկանում թեկուզ փոխնախարար նշանակել ոլորտը համակարգելու համար։ Փաշինյանի որևէ հիմնավորում արդարացված չէ հեծի մասով։ Փաշինյանը այո կարող է գնալ ապօրինի ճանապարհով եւ ամենայն հավանականությամբ գնալու է ապօրինի ճանապարհով հեծը խլելու Կարապետյաններից, իր այդ ցանկությունը կատարելու, բայց դա վստահաբար շատ թանկ է նստելու Հայաստանի վրա, ինչպես թանկ նստեց ապօրինի ճանապարհով ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի խլումը եւ հիմա, որքանով որ ես եմ տեղեկացված, արբիտրաժային դատարանում հայց կա Հայաստանի դեմ, ամենայն հավանականությամբ 99.9% հավանականությամբ Հայաստանը պարտվելու է այդ գործով եւ Նիկոլ Փաշինյանի ապօրինի որոշման համար Հայաստանի բնակիչները ստիպված են լինելու այդ հայցվոր կողմին վճարել ավելի քան $1 միլիարդ։ Նույնը կարող է լինել նաև հեծի դեպքում։ Փաշինյանը իր քաղաքական այսպես չբավարարված ցանկությունները բավարարելու համար կարող է դիմել տարբեր ապօրինությունների, վստահ լինելով, որ կարճ ժամանակ հետո ինքը իշխանություն չի լինելու եւ ինքը թքած ունի, թե դա ինչպիսի բեռ է դառնալու Հայաստանի քաղաքացիների վրա։ Այսօր քաղաքացիները իրենք պետք է գիտակցեն, իրենք պատրաստ են Փաշինյանի ապօրինությունների, հիմարությունների համար ապագայում պատասխանատվություն կրել ֆինանսական բեռի տեսքով։ Եթե պատրաստ են, ապա խնդրեմ։ Հրապարակ թերթը գրել է. Նիկոլ Փաշինյանը երեք հերթական գրառում արեց հեծի մասին, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնեն գործնական փուլը։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ հեծի ազգայնացման նախագծին արդեն ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ։ Անգամ իշխանական падգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։ Հեծի մասով արդեն իմ կարծիքը ասացի, կարծում եմ ավելացնելու բան չկա, բայց քաղաքացիները պիտի իրենց դիրքորոշումն ունենան, արդյոք պատրաստ են իրենք վճարել այն ամենի համար, այն ապօրինությունների համար, որ նախաձեռնում է Նիկոլ